Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորում հաղորդաշարը այսօր գտնվում է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում եւ կլինիկայի լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ հենց քննարկելու է լազերային կորեկցիայի հետ կապված բոլոր մանրամասները։ Բարև բժշկուհի։ Բարև։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք եւ կարեւոր ինֆորմացիա պետք է հաղորդենք մեր հեռուստադիտողին լազերային կորեկցիայի մասին։ Բավականին խնդիրը տարածված է, այսինքն այս վիրահատությունների պահանջարկը կա, քանի որ տարատեսակ ակնաբուժական խնդիրներ, այսինքն տեսողական խնդիրներ լուծվում են հենց այս եղանակով։ Խնդրեմ ներկայացրեք, թե լազերային կորեկցիան որ դեպքերում է կիրառելի, ինչ խնդիրներ է լուծում։ Առաջի խնդիրը լազերային կորեկցիայի դա ազատել երիտասարդությանը հիմնականում ակնոց կրելուց, կոնտակտային ոսպնյակ կրելուց եւ ապահովել լավ որակյալ տեսողություն։ Լազերային կորեկցիան բավականին երկար տարիներ արդեն պատմություն ունի, Հայաստանում շուրջ 25 տարի կատարվում է եւ իհարկե կատարելագործվում է։ Ինչու, որովհետև ունի բարձր արդյունավետություն եւ շատ կանխատեսելի վիրահատություն է։ Բացի այդ չի համարվում, եթե բժշկական լեզվով խոսենք, խոռոչային վիրահատություն, այսինքն բարդ վիրաբուժական գործողություններ չի կատարվում։ Իմաստը ինչումն է լազերային սարքավորումը, լազերը, էքսիմեր լազերային սարքավորումը շտկում է խնդիրը, այսինքն ասթիգմատիզմը, կարճատեսությունը, հեռատեսությունը մակերեսի վրա աշխատելով, այսինքն ակնագնդի ամենաառաջի թաղանթի եղջերաթաղանթի վրա աշխատելով։ Եթե խոսենք վիրաբուժական լեզվով, ապա լազերային, էքսիմեր լազերային վիրահատությունները չի դասվում խոռոչային վիրահատությունների շարքին։ Այսինքն լազերային սարքը աշխատում է եղջերաթաղանթի, ակնագնդի ամենաառաջի թաղանթի, եղջերաթաղանթի մակերեսի վրա։ Եվ ամբողջ իմաստը նրանումն է, որ մոդելավորվի եղջերաթաղանթը, այսինքն վերանախնդիրը ամեն տարբեր խնդիրների դեպքում տարբեր առանցքներով եւ տրվի եղջերաթաղանթին ճիշտ սֆերիկ ձև անատոմիկ, ոնց որ եւ պիտի լինի, Լազերային վիրահատությունները տևում են 10-ից 15 րոպե մաքսիմալ։ Գրեթե կարելի ասել անցավ է, արագ ապակինում ունեցող վիրահատություն է, այսինքն մաքսիմալ մոտ 4-5 օրից արդեն վիրահատված մարդը անցնում է իր առօրյա կյանքին առանց խստիվ սահմանափակումների։ Յուրաքանչյուրը կարող է դիմել այս վիրահատության, թե կան հարակից հիվանդություններ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ։ Գիտեք, այսօրվա դրությամբ մենք բավականին լայնացրել ենք ցուցումները, վիրահատության, երբ որ կատարելագործվում է սարքավորումը, դրա հետ մեկտեղ շատ ավելի լայնանում են այն մարդիկ վիրահատվող, որոնք առաջ մերժվում էին ինչ-ինչ պատճառով, եւ հիմնականում դա տարիքային սահմանափակում է այստեղ 18-ից 50 տարեկան հասակում ենք խորհուրդ տալիս վիրահատվել։ Ինչու 18, որտեղ որպես օրենք 18-19 տարեկանում դեռ փոփոխական է լինում տվյալները, այսինքն աճում է խնդիրը։ Ցանկալի է վիրահատվել այն շրջանում, երբ որ ունենք արդեն ստաբիլ վիճակ, ոչ փոփոխական։ Ինչու ոչ 50-ից բարձր տարիքում, ապա այդ տարիքում մենք ունենք նաև համեմատաբար նորություն վիրաբուժության մեջ, երբ որ ավելի ճիշտ է, ավելի ռադիկալ է կատարել ոսպնյակի վիրահատություն, այսինքն փոխել ոսպնյակը եւ տեղադրվի այնպիսի ներակնային ոսպնյակ, որը որ ազատում է էլի ակնոց կրելուց այդ տարիքի մարդկանց։ Իննում ընդունված էր, որ դա միայն արվում է կատարակտի ենթադրենք դեպքում հիմա դա լուծում է։ Այո, շատ ճիշտ եք, հենց այդպես էլ կոչվում է այդ մեթոդը ռեֆրակցիոն ոսպնյակի փոխում, այսինքն անձը չունի կատարակտա հիվանդությունը, բայց չի ուզում ակնոց կրել։
Եվ այդ դեպքերում այսօրվա դրությամբ կիրառվում է այդ համեմատաբար նոր մեթոդը։ Կան կարծիքներ, որ այս դեպքում, ձեր նշած դեպքում տեսողությունը ասես հակառակն է փոխվում, եւ եթե կարճատեսեր դառնում է հեռատես, մեկ էլ հեռուն լավ չի տեսնում եւ հակառակը։ Սա որպես ակնաբուժ ինչպես եք մեկնաբանում։ Գիտեք ինչպես, այո, 50 տարեկան, 45-ից, հա, մինչև 50-51 տարեկան, եթե նախկինում խնդիր չուներ մարդը, հա, ինքը սկսում է օգտագործել կարդալու համար, մոտ հեռավորության համար, այսպես ասած, պլյուսային ակնոցներ, հա, եւ շատ-շատերի համար դա բավականին դիսկոմֆորտ է, կյանքի որակը փչացնում է եւ այստեղ արդեն մենք դիմում ենք ոսպնյակի փոխելու վիրահատության, որովհետեւ լազերային շտկումը այդ խնդրից չի ազատում։ Եթե այդ տարիքի անձը ունի փոքր կարճատեսություն, ապա ինքը մոտիկը շարունակում է լավ տեսնել, քանի որ կարճատես է, հա։ Բայց հեռվի համար, հեռու հեռավորության համար ստիպված է շարունակել իր ակնոցը օգտագործել։ Եվ ի վերջո այդ բոլորը ունի շատ ինդիվիդուալ մոտեցում։ Հաշվի ենք առնում մարդու աշխատանքի ոճը, իր առօրյայի ոճը, ինչ մասնագետ է ինքը, եթե այդ տարիքի անձը օրինակ ամբողջ օրը մոտիկի համար է աշխատում, այսինքն իր առօրյան կապված է գրագրության հետ, մոտ հեռավորության վրա, այդ դեպքում մենք ընդհանրապես խորհուրդ չենք տա վիրահատվել, որովհետև իրոք կփոխվի վիճակը։ Ինքը հա կսկսի հեռուն լավ տեսնել, բայց կարդալու համար կսկսի ակնոց գրել, խոսքը կարճատեսների մասին է։ Իսկ այդ տարիքային հեռատեսությունը կամ նախկինում հեռատեսություն ունեցողները իրանք միանշանակ շատ են նեղվում եւ ոսպնյակի փոխելը տալիս է բավականին լավ արդյունավետություն։ Այն նշեցիք 18 տարեկանից մինչև 50, հա, այս հատվածում է, որ ցուցվում է լազերային վիրահատությունը, հետաքրքիր է Տիկին Մալայան, ենթադրենք անցել է 10-15 տարի, 18 տարեկանում կատարվել է, դա հարկ կլինի փոխել ավելի հասուն տարիքում, թե ամբողջ կյանքի համար բավական է մեկ անգամ կատարված վիրահատությունը։ Նայեք, մենք արդեն ունենք 25 տարվա փորձ, հա, լազերային շտկում Հայաստանում կատարելու եւ արդեն նույնիսկ բերում են մեզ մոտ մեր նախկինում վիրահատվածները իրենց թորնիկներին, երեխաներին, հարսներին, տեսաներին, այսինքն կրկնության չեն դիմում։ Հիմնականում ոչ։ Մոտ 5-6% դեպքերում է հանդիպում, երբ որ ինչ որ ժամանակ անց, խոսքը հիմնականում տարիներ անց, խնդիրը նորից առաջանում է, բայց երբեք չի զարգանում նույն աստիճանի, ինչ որ եղել է, եւ միշտ կա այո կրկնակի շտկման տարբերակ։ Այո։ Եվ այն մարդիկ, ովքեր շատ ակտիվ սպորտային կյանքով են ապրում, վազել, քայլ, գլող, այս տիպի վիրահատությունը կարող է որևէ խոչընդոտ հանդիսանալ։ Գրեթե ոչ, սակայն կան դեպքեր, երբ որ անկախ վիրահատված լինելու, ուզում եմ այդ շեշտեմ, որտեղ իրոք շատերի մոտ կարծիքը նա է, որ վիրահատված լինելն է փոխում իրանց առօրյան, ոչ։ Մինչև վիրահատվելը բնականաբար հիվանդը անցնում է մանրակրկիտ հետազոտություն եւ կան դեպքեր, երբ որ չվիրահատված լինելու դեպքում էլ, հա, արգելված է շատ ծանրային, կոնտակտային սպորտաձևեր, դա այն զանգվածնահիվանդների, որոնք ունեն ակնահատակի խնդիր։ Այդ խնդիրը էլի շտկվում է, էլի ունի լուծում, սակայն որոշ սահմանափակում իրենք պետք է ունենան միշտ։ Անկախ դրանից լազերային շտկում կարվի, թե ոչ։ Լազերային միջամտությունը ցուցվում է միայն տեսողական տարատեսակ խնդիրներ լուծելու դեպքում, թե կան նաև հիվանդություններ կամ հարակից խնդիրներ, որոնց դեպքում նույնպես լազերային միջամտության շնորհիվ կարելի է որևէ արդյունքի հասնել։ Լազերային միջամտությունները ակնաբուժության մեջ բազմաթիվ են։ Մենք հիմա խոսում ենք հատկապես էքսիմեր լազերային վիրահատության մասին, որի նպատակը շտկել խնդիրը, աստիգմատիզմ, կարճատեսություն, հեռատեսություն։
Կա լազերային բուժում նույն ակնահատակի խնդիրների դեպքում, հա, որը քիչ առաջ նշեցի, կա լազերային բուժում գլաուկոմայի դեպքում, շաքարային դիաբետի դեպքում։ Դրանք բացարձակ տարբեր միջամտություններ են եւ Բայց կրկին լազերը օգնության շատ լազերը շատ տարածված մեծ քայլ կատարեց ակնաբուժության մեջ, բայց էքսիմեր լազերը դա բացարձակ ուրիշ գործողություն։ Ահա։ Եվ աղջիկներ, ովքեր դիմում են վաղ տարիքում, սակայն հետո պետք է մայրանան, շատ հաճախ բժիշկները ցույցում են այդ վիրահատությունը կատարել արդեն բալիկ ունենալուց հետո, կամ եթե կատարել են կեսարյան հատման ճանապարհով ունենան։ Շատ ցավալի հարց է մեզ համար ակնաբուժների, որովհետև պայքարում ենք այդ կարծրացած ու շատ սխալ մտածելակերպի հետ, բայց չի ստացվում այդ հարցերը բնականաբար մեզ միշտ տալիս են, դա այդպես չի։ Այսօրվա դրությամբ շատ հազվադեպ վիճակների դեպքում ակնաբուժը ուղարկում կեսարանի։ Դա լազերային վիրահատված լինելը չի, հա, եւ բացարձակ կապ չունի ամուսնություն, ծննդաբերություն եւ պարտադիր վատանալու պայմանը։ Ասենց մի քիչ երևի ժողովրդական լեզվով խոսեմ, տղաների մոտ էլ է լինում վատացում վիրահատությունից հետո, այդ 5-6%-ի մասին, որ խոսեցին քիչ առաջ, բայց իրանց օրգանիզմը ոչ մի ձևով չի փոփոխվում։ Բազմաթիվ օրինակներ եւ անձնական եւ այո, հարակից առհասարակ կարող եմ բերել, երբ որ աղջիկը դեռ ամուսնացած չէր, վիրահատվել է, ամեն ինչ լավ է, նորմալ, ինքնուրույն ծննդաբերել է ու ոչ մի խնդիր չունի։ Այո, հրաշալի է, որ սա միֆ է, Տիկին Մալայան։ Ահա, դա իրոք միֆ է եւ կուզենամ, որ դա ասենց մեր ժողովրդի մեջ մի քիչ տեղ ունենա, իսկապես տեղեկացված լինեն այս առումով։ Եվ վերջին հարցը Տիկին Մալայան, լազերային աչքի տեսողության խնդիր լուծելու դիմելիս կա տեսողության այնպիսի շատ մեծ տոկոս, որի դեպքում արդեն այլ վիրահատություն է ցուցվում եւ ոչ թե լազերային։ Եթե խոսենք նորից հա էքսիմեր լազերային վիրահատությունների մասին, ապա մոտ 2 տարի առաջ մենք բավականին մեծ զանգվածին մերժում էինք օգնել այդ հարցով, դա հիմնականում եղել են հիվանդներ, որոնք ունեն կերատոկոնուս հիվանդությունը։ Նույնպես շատ տարածված խնդիր է, էլի երիտասարդներին բնորոշ եւ արդեն 2 տարուց ավել մենք կարող ենք առաջարկել այդ զանգվածին էլ էքսիմեր լազերային վիրահատություն եւ կերատոկոնուսի կանխելու բուժում միանգամից, այսինքն այդ ամբողջը արվում է նույն օրվա ընթացքում։ Երևի թե մեր վերջի նվաճումներից հենց այդ մեթոդն է եւ նույնպես ունենք բավականին կայուն եւ բարձր արդյունավետություն։ Բավականին գոհ են հիվանդները, որովհետեւ կերատոկոնուս ունեցող մարդը էլ ավելի է դժվարանում կրել ակնոց եւ կոնտակտային ոսպնյակներ, այնտեղ մի քիչ ուրիշ, հա, մոտեցում է, ոչ բոլորն են կարողանում իրոք հարմարվել այդ կոնտակտային կորեկցիային եւ իրենց համար իրոք դա փրկություն է այդ մեթոդը։ Շնորհակալ եմ Տիկին Մալայան, հետաքրքիր էր հարցազրույցը։ Ես զրուցում էի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանի հետ։ Այսքանը կհանդիպենք։